Պարոն Տեր-Մկրտչյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցի, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ երևի սկսենք այս հարցից, Բաքվում շարունակում են խոշտանգվել մեր ռազմագերիները եւ այս խոշտանգումների զուգահեռ իրենք կարողանում են մեր բոլորի արժանապատվությունը փորձել բարձր պահել Բաքվում։ Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրությանը կարծում եմ ծանոթ եք։ Ողբերգություն է ասում նա, որ մենք գիտակցումը չունենք, որ այնտեղ ոչ թե մի քանի տասնյակ հայերի դատավարություն է, այլ մի ամբողջ պետության։ Եվ չնայած այս ամենի զուգահեռ ինքը փորձում է ամուր լինել եւ մեզ էլ ամրության կոչ է անում, բայց սա իրոք ցավալի իրողություն է, այս մարդիկ պետք է օր առաջ վերադառնան հայրենիք։ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հայտարարում են, որ Արցախի ինքնորոշման իրավունքը որևէ դատարանում քննելի առարկա չէ։ Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան հայտարարում են, որ իրենք այո մասնակցել են Արցախի ազատագրման պայքարին։ Ես կխնդրեմ այս մասով ձեր գնահատականը տաք, հետո ես մի քանի անուններ կան, որոնց հայտարարություններին պետք է խնդրեմ անդրադառնաք, համեցեք։ Եղավ, շնորհակալություն, նորից պետք է այո առաջին անդրադառնանք այս հարցին, միանգամայն համաձայն եմ ցավոք սրտի գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ, որովհետև սա ճիշտ է, ոչ թե ճիշտ է, այլ այդպես է յուրաքանչյուր ուրեմն մտածող, հասկացող հոգատար հայի համար, սա ոչ թե մի քանի հոգու դատավարություն է, այլ սա ամբողջ ազգի դատավարություն է, դա էր պատճառը, որ անցած անգամ ես ասեցի, որ երբ մեր գերիները վերադառնան, նույնիսկ այսքան ժամանակ, որ եղել են այնտեղ, միևնույն է սա որպես սև բիծ, որպես մեծ խայտառակություն գրվելու է հայոց պատմության մեջ։ Ես կուզեի անդրադառնալ հատկապես պարոն Մնացականյանի եւ Մանուկյանի այն հայտարարությանը, որ մենք առաջին Արցախյան պատերազմում մասնակցել ենք երկրորդի, եթե պետք լինի նորից կմասնակցենք։ Ահա սիրելի հետևորդներ, թե ով է հայը, ահա թե որն է հայի տեսակը։ Ոչ թե այս փսլնքոտների նման, որ ամեն պատի տակ, որովհետեւ 100 տասնյակ հազարավոր ուրեմն ոստիկաններ կամ ուժայներ պահում են իրենց եւ ասում են մնայք կռվեիք, ահա թե որն է հայի տեսակը, որն է այն հայ զինվորի, այն հայ պաշտպանի, այն խիզախ հայորդու, ով լինելով թշնամու բերդում, իմանալով, որ ցանկացած պահի կարող են իրեն կյանքին վերջ տալ, բայց միևնույն ժամանակ հայի այդ տեսակը չի հանձնվում, եւ սա նոր չէ մեր պատմության մեջ, միայն բավական է հիշել մեր Արտավազ թագավորին, ում որ գերության տարան եւ Հռոմն պետք է խոնարհվեր կայսեր առաջ, որպեսզի նրան ներում շնորհեին, բայց Արտավազդը այդպես էլ չարեց եւ նա թքեց կայսեր վրա եւ գիտեք եւ արևմուտքի եւ արևելքի պատմիչները Արտավազ թագավորին ներկայացնում էին պատիվ կյանքից առավել, այս սա է հայ զինվորի, հայ պաշտպանի տեսակը եւ թող լավ իմանան եւ մեզ լսողները եւ մեզ չուզողները եւ Թուրքի համար ծառայողները, որ այն ազգը, որը 2000 տարի առաջ Արտավազդ է տվել, այնուհետև տվել է Տիգրան Մեծ, Մոնթե, Կոմիտաս, Նժդե եւ այսպես շարունակ, տվել է նաեւ նման հերոսներ, այդ ազգը չի պարտվելու։ Ցավոք սրտի մենք այս վիճակը, որ կա, պետք է շուտ ձերբազատվենք, մի փոքր կարծեք, թե չգիտեմ ինչու ձգձգվում է, հա, բայց միևնույն է մենք ձերբազատվենք այս վիճակից, բայց թող սա տեսնեն, այդ փսլնքոտները, որ ասում են մնային այնտեղ կռվեին, տեսնեն, թե կռվող տեսակն ինչպես է մինչև վերջ կռվել, ինչպես է մինչև վերջ իրենց կյանքի գնով փորձել պաշտպանել իրենց գյուղը, իրենց համայնքը, քաղաքը, իրենց սրբավայր գերեզմանատները, եւ հիմա էլ այդ մարդիկ, ովքեր որ գտնում են գերության մեջ, մեկ գրամ անգամ չեն վախենում թքելու թշնամու երեսին եւ ասելու, որ իրենք եթե պետք լինի նորից կգնան կռվի։ Ես չեմ էլ կասկածում, այս սա է հայ տղամարդու, հայ որդի տեսակը, ու հենց սա է պատճառը, հարգելի Մարիամ եւ հետեւորդներ, որ այս ապիկարները վախենում են իրենցից։ Ես ես ասել եմ եւ ոչ միայն ես հետեւում են բոլորն են այդ կարծիքին, հոգատար մարդիկ, իրենք վախենում են այս մարդկանց ետ գալուց, որովհետև հասկանում են, թե ինչ տեղի կունենա, հասկանում են, թե ինչ պատժի ես անգամ իրենք կարդարանան։ Այս սա է պատճառը, որ ամեն գնով իրենք ուզում են, որպեսզի Ալիևը, խոսքը վերաբերում է Նիկոլ եւ իրենց հայց քպեական շրջապատին, որ ամեն գնով Ալիևը իրենց պահի այնտեղ։ Ես մի դեպք հիշեցի, երբ պատերազմը նոր էր ավարտվել, ես Չեխիայում էի եւ գոլեգա դե այնտեղ աշխատող մի ադրբեջանցի կար
Գիտեք ցավալին որն է, ինձ մի բան ասեց, որը ես որքան էլ որ կասկածում էի, բայց չուզեցի հավատալ, ասեց դու հələ չգիտես, թե մենք ինչ ենք անելու ձեր գլխին, ասեց գալու ենք լծվենք Հայաստան եւ ձեր դուք փորձեք մեզ մի բան ասեք, ես սրա մասին երբեք չէի ուզում բարձրաձայնել, ասեց ձեր ոստիկանները ձեզ ընենց կծեցեն հանուն մեզ, ցավոք սրտի, երբ այս ապիկար, այս դավաճանները, այս ախր հասկանում եք, նույնիսկ երևի ոչ մի բառարանում համապատասխան բառ չկա նկարագրելու ցանց խղճուկ վիճակը, այս վախկոտի նման, խզիկի նման, որ փախնում, պահկվում են այստեղ այնտեղ, մեկը մի հատ ձայն հանի, այդ մի հոգու վրա 20-30 ոստիկան են ուղարկում կամ մի ամբողջ գումարտակ, այստեղ գտնվում են իրենց թվում է թե իրենց ազատությունը հավերժ է եւ բան, հա, ապահով են, քանի դեռ Բաքվում գտնվում են մեր հերոս տղաները եւ մի հատ էլ թե բա չեն կռվել եւ հայտարարում է այս հիմարը թե ինչ է մեր ճանապարհները բաց են եւ ադրբեջանցիները թուրքերը կարող են անվտանգ գալ գնալ ես ապահովում եմ նրանց անվտանգությունը մենք դրան անպայման կանդրադառնանք տեսեք Եռաբլուրում Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է որ այս մարդիկ չպետք է գերության մեջ հայտնվեին սա վտանգ է Հայաստանի Հանրապետության համար ինչ էր առաջարկում Անդրանիկ Քոչարյանը իսկ ինչ էր անում Հայաստանը որպեսզի այս մարդկանց րոպե առաջ դուրս բերի այնտեղից Հայաստանը ոչ միայն ոչինչ չէր անում, Մայրամ ջան, այլև Հայաստանը նկատի ունենք Հայաստան ասելով իշխանությունները իրենք են պայմանավորվել։ Իրենք պայմանավորվել են, որ եւ ադրբեջանցիների հետ, հա, իրենց բենց եղբայր Ալիև հետ, որպեսզի այս մարդիկ հայտնվեն գերության մեջ։ Մենք խոսել ենք այդ թեմայով, ինչպես եղավ, որ նույն օրը Սամվել Բաբայան կոչվածը եկավ անցավ անմիջապես նույն օրը, երբ իր ինչը հայրենակիցները, քույրեր, եղբայրները կողնիձորում սոված այնտեղ ցրտին նստած էին, ինքը փախավ հանրային հեռուստատեսություն եւ Պետրոսի մոտ փրկեց Նիկոլի, թե բա Նիկոլը չի արել, իրենք են արել, հիմա էլ հակառակն է ասում, որովհետեւ շատ լավ հասկանում էին, որ եթե Մնացականյանի նման տղան հայ տղան, հայ զինվորը գար այստեղ, այս սրանք արդեն էլ չէին լինելու։ Այս սա է պատճառը, Հայաստանը ոչինչ չի արել, դեռ ավելին արել է այն, որ իրենք հայտնվեն գերության մեջ եւ շարունակեն մնալ։ Եթե իրենք ընդունենք այսպես, հա, համարում են իրենց մեղավոր պահել են այնտեղ։ Բա մեր մյուս գերիների հարցով ինչ են անում։ Այս սովորական զինվորների հարցով, ովքեր որ ասենք զինվոր են, իրենց զինվորական ծառայությունն ա եղել, հայտնվել են այնտեղ։ Բա իրենց հարցով ինչ են անում։ Ինչ են անում, երբ որ մեր պատմամշակութային կոթողներն այնտեղ ավիրում են։ Դեռ ավելին, դուք ճիշտ ասեցիք, որ անդրադարձակ։ Բա երբ որ գրեթե 1 տարի Արցախը շրջափակման մեջ էր, երբ որ կար նոյեմբերի 9 պայմանավորվածություններ կային եւ ընդհանրապես կար Մինսկի խումբ եւ մինչեւ հիմա էլ կա, երբ որ Լաչինի միջանցքը փակ էր։ Բա այդ ժամանակ, երբ որ բանը ՄԱԿ-ում ժողով եղավ, ասեցին հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է դրանից այնտեղ ժամկետ կար, պետք է դիմի որպեսի բացեն։ Բա իրենք ինչ արեցին։ Ոչ մի բան, որովհետեւ իրենք սինխրոն պայմանավորվել էին Ալիևի հետ, տեսան կռիվ արեցին, չհանձնվեցին, սա արեցին, չհանձնվեցին, նա արեցին, չհանձնվեցին, անցան այս ամենաստոր վերջին պլանի, այսինքն փակել ճանապարհը, նշանակում է սովամահ անել մի ամբողջ հայրենակիցների 120,000 մարդու, մեծ եւ փոքր։ Այս ամբողջի հեղինակը իրենք են։ Եթե իրենք չլինեին, նույնիսկ իրենք սովորական, ասենք, մեր զինվորները իրենցով չեն հետաքրքրվում։ Երբ որ այս տականքները հայտարարում են, ասում են, ոչինչ մի 2-3 ամիս էլ թող դիմանան կբերեն, բա ուր են այդ գերիները չկան։ Քարտեզներն ամբողջը հանձնեցին, այդ ամբողջը ասեցին, մարդասպաններին հանձնեցին։ Այո, մարդասպաններին հանձնեցին։ Հիմա էլ տեսեք, արդեն Եղիշե Կիրակոսյանը, չէ՞, կարծեմ ամբողջ խումբը հրաժարական է տվել։ Բոլոր պահանջները բավարարում են։ Սակրավորներին դնում են, որպեսզի ճանապարհներից մաքրեն։ 3 տեսանյութեր արդեն, որ Նախիջևանի Արարատ Երասխավան հատվածում այնտեղ են սկսում մաքրել, որ ճանապարհ բացեն։ Փաստորեն իրենց համար ճանապարհը բաց է իրենք արել էին, բայց Լաչինի համար ինչի՞ չէիք անում։ Դե դուք բաց էիք, պայմանավորվածություն կա, պահանջեք։ Այսինքն իրենք ոչ մի բան չեն արել, ոչ մի բան չեն արել մեզ համար։ Ամեն ինչ արել են, աշխատելով Ալիևի հետ եւ ըստ թուրքական օրակարգի եւ ծրագրի։ Ինչ հայտարարել են նրանք, սրանք էլ հետևից կրկնել են։ Սրանք էլ հերթով գլուխները կախ, որտեղ իրենց ծառաներն են այլն։ Չէ՞ որ այդ պարտականությունը Հայաստանի Հանրապետությանն է, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ ընդհանրապես կառավարությունը անվտանգության երաշխիք է Արցախի համար։ Եթե իրենք ոչ մի քայլ չէին անում, որ Լաչինի միջանցքը բացվի, երբ գազամուղ էին փակել էլի օտար երկրները միջամտեցին, որ գազամուղը բացվի,
բացարձակ, երբ որ այդտեղ ցույցեր էին անում արցախցիները, ոչ մի բանով իրենք չէին օգնում։ Երբ որ սկսեցին կրակել, նույնիսկ ՄԱԿ-ում կանգնած, ՄԱԿ-ում հայտարարեց Նիկոլը, ասում է իրենք չեն հարձակվել, հանգիստ էր, կարող են այնտեղ մնալ։ Այսինքն այսքանից հետո, այս հայտարարությունից հետո եւ ոչ միայն իրենք փորձում են իրենց արդարացնել, թե բանը Հայաստանը կարող են անել կամ չէր կարող անել, իհարկե Հայաստանը հիմա էլ կարող է անել։ Երբ որ լինի ազգային իշխանություն եւ ընդհանրապես եթե լիներ ազգային իշխանություն, եթե լիներ ազգը հարգող սիրող այլ Մնացականյանի նման տղա, ով հիմա Բերթուն է եւ Մանուկյանը, ովքեր ասեցին եթե լինի նորից կգնանք պատերազմ, այդ մարդիկ լինեին, այդ մարդիկ կանեին եւ իրենց նման հայորդիները։ Տեսեք, դուք բերեցիք այդ օրինակները քարտեզներից մինչև մարդասպաններին հանձնելը։ Երբ Ալեն Սիմոնյանին հարցնում են խաղաղության ձեր պայմանագրում կա գերիների հետ կապված կետ, ինքը նշում է եկեք ծուռը նստենք դուզը խոսենք։ Փոխանակման համար մենք ինչ պետք է առաջարկենք, մենք չունենք գերիներ։ Լավ, ինչու են իրենք մեզ բերել այս վիճակին։ Իրենք չգիտեն, որ այս մարդկանց ազատության համար պետք է ամեն ինչ արվի։ Տեսեք Մարիամ ջան, ոչինչ հենց այնպես չի երևում։ Իրենք դիտավորյալ տարան մեզ պարտության, այս սարսափելի, այս եղեռնասպան պատերազմը տեղի ունեցավ, որտեղ մի ամբողջ հրաշալի սերունդ սպանեցին, ընդ որում սա արվեց ամենադաժան միջոցներով, որպեսզի մարդկանց վախեցնեն, այ տեսեք, եթե ուզենաք հանկարծ կռվել, պահանջել, ավելի վատը կլինի ձեզ հետ։ Այդ Ալեն Սիմոնյանը, որ տենց մեծ խոսում է, մենք ինչ առաջարկենք, իրենք ամբողջ զենքերը դիվանագիտական առումով հանձնել են, որտեղ իրենց ծրագիրն է, դա ոչ թե իրենք չէին ուզում, իրանք կարող էին, չէ, նման բաներ չկա։ Իրենք ծրագիր էին իրականացնել։ Այն որ մարդուն զինաթափվեց, ինչպես ցեղասպանությունից առաջ, երբ որ բոլոր տղամարդկանց հավաքեցին, երիտասարդ տղաներին հավաքեցին, կռվող տղամարդկանց տարեց հավաքեցին, մնացին կանայք եւ երեխաներ, իրենց սպանելն արդեն շատ հեշտ է։ Հիմա իրենք հասցրել են այս վիճակին, ընդ որում դարել են ծրագրավորված, իրենք շատ լավ գիտեն, մենք էլ շատ լավ գիտենք, որ այդպես է, եւ վերջում որպեսզի իրենք ասեն, դե մենք բան չունենք առաջարկելու, հիմա ինչ առաջարկենք, որ բերեն, էդի իրանց տարածքներ, մենք սեպարատիստներ ենք, մենք մտել ենք իրանց տարածք, բա դուք ինչ եք ուզում, բա չէ որ իրենք պետք է կարողանան հետո իրենց այս բիոմասային ինչ որ ձևով խաբել, հրամցնել։ Սա է պատճառը։ Դրա համար նման կարգի հայտարարություններ են անում, ինչ է նշանակում մենք բանը, ինչ պիտի առաջարկենք, մենք գերի չունենք, գերի չունեիր, գերի վերցնեիր։ Քանի անգամ գերի մտան Սյունիքում եւ այլտեղ դուք շատ հանգիստ վերադարձրեցիք։ Հələ երևի մի հատ էլ ներողություն եք խնդրել, կարող մի հատ էլ նվերներ եք տվել, որ գնան։ Որովհետեւ սա ձեր ծրագիրն էր։ Դուք իրենք պետք է հասցնեն մի կետի, որտեղից որ արդեն հայ ժողովուրդը հոգեպես հասկանում եք զինաթափվեր, չպահանջեր, այդ ռեակցիան չլինի, պահանջատիրության ռեակցիան չլինի, դուրս գալու փողոց միանալու, սա չլինի։ Իրենք քայլ առ քայլ հասան դրան, այսինքն եւ ջարդեցին ֆիզիկապես, եւ ջարդեցին կամ ջարդում են մինչեւ հիմա հոգեպես։ Այս սա է այդ տեսակին։ Դրա համար է բնականաբար իրենք դա պիտի ասեն։ Հիմա իրենք սենց ասացա, ոնց իրենց պիտի փրկեն։ Ասենք ինչ պիտի ասեն, որ իրենց փրկեն։ Միևնույն է, իրենց ասածներն արդեն գրեթե ոչ մեկ լուրջ չի ընդունում, բայց ամեն դեպքում որ հարց են տալիս, դե մի բան պիտի ասեն, էլի, մի բան պիտի հորինեն։ Ինչա նշանակում մենք ինչ պիտի անեինք կամ մենք գերիներ չունենք։ Դուք գերիներ չունեիք, ունեիք այլ միջոցներ։ Բա որ գերիներ չունեք, ոչ մի միջոց չունեք։ Ինչ է միջազգային դատարաններից դատերը այդ հայցերը հետ բերում։ Դե դուք դրեք այդ հայցերը պահանջեք, դիմեք ՄԱԿ պատմամշակութային կոթողների հետ կապված, դուք արցախցիներին արդեն զրկում եք, որ չեք ուզում այլևս գումար տալ, որ ապրեն, որովհետև վախենում հասկանում եք, որ այդ տասնյակ հազարավոր 100,000-ից ավել արցախցիներ վաղը կարող են վճռորոշ դեր կատարել ընտրությունների ժամանակ եւ ոչ միայն, այսինքն որպեսզի այստեղից թողնեն գնան, այդքանը իրենց թվում է թե մենք դա չենք հասկանում եւ իրենք էլ փորձում են ինչ-որ ձև իրենց ուրեմն ես չգիտեմ, հա, արդարացնել կամ մաքրել, դա չի լինելու եւ Միքայելն ասում է ինքը ռազմական էսկալացիայի վտանգ չի տեսնում, ասում է մենք մեզ պետք է խելոք պահենք, նորից վերահաստատում է, հա, մեկ էլ ըստ էության մոռանում իր նախկինում արված հայտարարությունները եւ Արցախ դեռ մենք վերադառնալու ենք, մարդը ասում է։ Այո, ուրեմն Մարիամ ջան, նման մարդկանց լուրջ վերաբերվելը արդեն նույնիսկ կամ այս հայտարարություններին
Դե մենք հասկանում ենք, որ մենք լուրջ չենք վերաբերում, երբ որ այդ մարդիկ անգլիական եղանակի նման, երբ օրը մի քանի անգամ փոխվում է, հիմա այս մարդիկ առավոտը ուրիշ բան են երգում, կեսօրին ուրիշ, երեկոյանի ուրիշ, երևի քնի մեջ էլ արդեն ուրիշ բան են ասում։ Եթե դրա նման այդ հիմար այդ գեղցին, ով հայտարարում է, որ էսկալացիայի վտանգ չկա, հետո ասում է մենք պետք է մեզ խելոք պահենք։ Բայց եթե էսկալացիայի վտանգ չկա, խելոք պահելը որն է, կամ ինչ է անում այսօր Հայաստանը, որ եթե նույնիսկ մտել են ջերմուկ եւ մյուս տարածքներ դուրս չեն գալիս, ինչ է անում այսօր Հայաստանը, որ իրան ընդունենք թե խելոք չի պահում, ինչ են ուզում սրանով ասել, այսինքն հասկացնում են, Արցախի անունը մի տվեք, Երիների անունը մի տվեք, պահանջատեր մի եղեք, Ադրբեջանի դեմ հայցադիմումները հետ կանչեք, Արարատը հանեք, Արցախի քարտեզը հանեք, ես չգիտեմ, արցախցիների ձայնի իրավունքից զրկեք, այս sense հա պետք է խելոք պահենք, այսինքն իրենք որ կռացել են Թուրքի դեմ, կռացել են Թուրքի ոտն են պաճում, որովհետև իրենք իրենց են գցել այդ վիճակի մեջ, այս հիմարները, այս անգրագետները, այտենց էլ չհասկացան, որ անցնի 1000 տարի էլ ոչ Թուրքն է փոխվել, ոչ է Թուրքի ծրագիրը։ Եվ այն որ հայտարարում էր թե այո անցած տարի հիշում եք Հոկ Աշնանը ասում էր որ պատերազմի մենք չենք կարող դիմակայել, հետո երբ որ բողոքներ եղավ ասեց մենք գնանք Արցախը ետ կբերենք, հետո հաջորդ օրը կանգնեց ուրիշ բան ասեց, սրանք զբաղված են նման տարական կենցաղային, այսպես բամբասանքով էլ, սրանց այդ խզիկ տեսակն է, որովհետև չտրամաբանող, հայրենիք չունեցող, հայրենիքից հրաժարվող մարդուց ոչ մի լուրջ բան, լուրջ ակնկալիք, խոսքի տեղ լինելու ակնկալիք կամ սպասել, որ իրենք ինչ-որ բան կանեն, դա անհնար է։ Ոչ միայն Սասուն Միքայելն, այլև իր նման բոլոր են մարդիկ, ովքեր իրենց կողքն են եւ օգտվում են այդ մեծ թուրքական լափամանից, մտածելով, որ դա անվերջ է։ Իրենք իրենց թույլ են տալիս նման կարգի հայտարարություններ եւ խոսում են այդ իրենց հորինած խաղաղության օրակարգից։ Եթե այդ խաղաղությունը կամ մի լավ կամ այսպես կարևոր փաստ ասեմ, չնայած մեր հայրենակիցները գիտեն։ Եթե Ադրբեջանը իր վրա վստահ է, ինքը այդքան վստահ է, որ ինքը հաղթել է եւ հայերն այլևս ոչ մի շանս չունեն։ Ինչու ազատագրված բոլոր տարածքներում չեն եկել massայական ապրելու։ Ինքը հայտարարում էր արդեն մի քանի 100,000 մարդ հերթականն էլ որ գա ապրի։ Բա որտեղ են այդ մարդիկ։ Բոլորս էլ լավ գիտենք, որ անմիջապես այսպես ցույց տալու դեմոնստրացիայի համար հազարավոր գեղեցիկ եվրոստանդարտներով տներ են կառուցել եւ այդ տները բոլորը այնտեղ դատարկել են։ Բոլորը եւ ակնաքաղաքում եւ մենք գիտենք Շուշիում այնտեղ 1-2 որ չգիտեմ ինչ որ բան հա 2 հոգու բերել որ քույր աշխատեն զինվորների համար կամ մի հատ հացի փուր դա դեռ չի նշանակում բնակչություն եթե իրենք այդքան վստահ են եւ իրենք գիտեն որ իրենք հաղթել են նույնիսկ ես դες ասեմ Նախիջևանի այն գյուղերը որոնք որ մոտ են Հայաստանի Հանրապետության սահմանին այնտեղ գյուղեր կան որտեղ մնացել են մի քանի բնակիչ 4-5 բնակիչ բա որ այդքան վստահ են որ հաղթել են այդքան վստահ են որ արդեն պատմության էջը փակել են որ իբրև թե հայ ժողովուրդը հարմարվել է դրա հետ որ արդեն ամեն ինչ գնում է իրենց ծրագրով չնայած ցավոք սրտի որոշ բաներ բայց ինչու չեն գալիս massայական բնակվեն երբ հայտարարում են որ 100,000-ավոր ես չգիտեմ միլիոնավոր եկել են բան են գրում այնտեղ ինչա մի երկուսն էլ գտել էին բան են չէ ցուցադրության համար Բաքվում ստորագրում ենք որ մենք գնանք այնտեղ ապրենք ինչու չեն գալիս այս բոլորը ցույց է տալիս եւ հստակ ասում եմ մի բան որ նմանները երբեք հավերժ չեն լինում ընդ որում ձեզ ասեմ Ալիևի վիճակը այդքան էլ լավ չէ որովհետեւ ինքը բոլորին գցելով Արևմուտքին գցեց, հետո Ռուսաստանին, խոսում տվեց սա կանեմ, խոսում տվեց նա կանեմ, հիմա ոչի բան չի անում, ընդ որում ձեզ ասեմ, որ իր վիճակն էլ քաղաքական առումով, միջազգային քաղաքական առումով այդքան էլ լավ չէ եւ ենթադրաբար իրենք Անկարա եւ հայտարարում, որ Նախիջևանը իրենց պատմական հայրենիքն է, Էրդողանը իր հերթին հայտարարում է, որ Արևմտյան Զանգեզուրի մասին, դա մեր Սյունիքն է բնականաբար, ես կխնդրեմ այս մասով ձեր գնահատականները եւ արդեն ձեր խոսքում էլ անդրադարձակ այդ բոլոր ճանապարհները բաց են Հայաստանի, Ադրբեջանի մեքենաների համար դեպի Նախիջևան, Թուրքիա։ Այո։ Տեսեք, Մարիամ ջան, Թշնամին, որպեսզի կարողանա ինքը հաղթել, հաճախ ոչ միայն հաղթում են, մենք գիտենք արդեն այս հիբրիդային պատերազմները, գիտենք սառը պատերազմը, հա, անցած դարի ոչ միայն զենքով, այլև հասկանում են, որ կարող են հոգեբանական ճնշում գործադրել։ Քանի որ Թշնամին լավ ուսումնասիրում է մեզ, լավ գիտեն, ես չեմ էլ կասկածում, որ այստեղ կլինեն ադրբեջանցիներ հայկական անձնագրերով, որ տրամադրություններ ստուգեն, իրենք նաև անպայման եւ պարտադիր մշտապես դա Ադրբեջանի զենքն է,
տեղեկատվական, ուրեմն մեծ այսպես պատերազմ են միշտ հայտարարում։ Եվ եթե մեր երկրում գտնվող այս տականքները, ինչպես նաև այն ողորմելի պատմաբանները, ովքեր որ հայտարարում եւ ասում են, որ դա իրանցն է, իրանցը պիտի լինի արդեն դա քարտեզա, ես չգիտեմ, այսպես ընդունված է, դա Ադրբեջանի տարածք է, մի հատ էլ մեր պատմության դասագրքերը կեղծում են Տիգրան մեծի ժամանակ, որ աշխարհում նման քարտեզ չկա, կողը գրում են Ադրբեջան, մինչ այնտեղ այլ ազգեր են եղել, այնտեղ եղել են կովկասյան ալբանացիներ եւ այլն, ալամները, մի խոսքով թալիշ լեզգի եւ այլն, դա են կեղծում, պարզ չի որ Ալիևը կասի։ Եթե այս մարդիկ ասում են Արևմտյան Ադրբեջանը, դա կարա լինի Սասան, ինչպես նաև Նախիջևանը, դե բնականաբար, եթե սրանք են իրենց բերնով ասում, դասագիրք են փոխում, պարզ չի որ թշնամին կասի, նրանք ես դες ասում եմ, իրանք անընդհատ համացանցերում գրում են, մենք չէինք կարծում, որ այսքան հեշտ կլիներ հարցերը լուծել, բայց իրենց ասեմ, ռուսի մի խոսք ունի, ասում է пока еще не вечер, հələ թող մի քիչ էլ սպասեն, կտեսնեն, եւ այս Զանգեզուրի հետ կապված, ընդ որում իրենք արդեն նավ ունեն կառուցած Զանգեզուր անունով, ես չգիտեմ ինչ որ, չգիտեմ խմիչքներ եւ այլն խմիչքներ կան նույնիսկ Վարդենիսի փոխարեն գինի են արտադրում վրան գրածա բասար գեչար, իրենք այս տեղեկատվական տերորը մեծ մասշտաբով անում են եւ ցավոք սրտի այստեղից այդ առումով դրական ազդակներ կան։ Նորից եմ ասում, այս մեր համար մեկ օրակարգը պիտի լինի սրանցից հեռանալը, որովհետեւ եթե սրանք մնան, մեզ տանելու են Բաթումի հաշտության պայմանագիր, թողեն մեզ 10,000, հետո էլ ասեն, բա Զանգեզուրն իրենցն էր։ Բան Նժդեհեն ժամանակ, որ եկավ Լեռնահայաստան կռիվ արեց, միացրեց բանը սովետական Հայաստանին, դե այնտեղ մի քանի տասնյակ արդեն բնակեցված այդ ազերիների գյուղերը մաքրեց։ Կասեն, բա տեսեք, բա իրանք այն ժամանակ ապրում են, ամեն ինչ սրանցից սпасելի է, ամեն ինչ չկասկածեք, բայց նորից եմ ասում, ընդհանուր տպավորությունը եւ ընդհանրապես սրանց եւ վախերը եւ այլն, այն է, որ իրենց օրերը հաշված են, որովհետեւ հասկանում են, որ իրենք այլևս աջակիցներ չունեն, այսպես ուղղակի ապրել չի կարելի, այսպես չի կարելի, այս կարգի այսքան ուղղակի հանդուրժել։ Իսկ ինչ վերաբերում այդ ճանապարհներին, այո, Մարիամ ջան, իրենք նորից եմ ասում, եթե այսօր չեն ասենց իրենց բառն ասեմ, դուխ անում, որ գան բնակվեն, հա, Մասայական Ստեփանակերտում, Ակնայում, Շուշիում եւ այլ վայրերում ջրականում, բնականաբար իրենք դուխ չեն անի մտնելու Հայաստան, չնայած նրան, որ մեծ գումարներ են ներդնում, չնայած նրան, որ ուժայիններին լավ վարձատրում են, չնայած նրան, որ չգիտեմ ինչեր են անում, բայց միևնույն է իրենք հասկանում են, որ այսքանից հետո էլ հայ ժողովուրդը սթափ է։ Հայ ժողովուրդը հասկանում է ինչ է տեղի ունենում եւ լուր սպասում է հանգիստ այն պատիժը, այն ոնց են ասում, դանակը հենց ճիշտ ժամանակ խրելու այնտեղ, որտեղ որ պետք է լինի։ Բաժի իմաստով։ Ու տեսեք, ցավալին գիտեք որն է, երբ որ մի 2 ամիս առաջ կամ 1 ամիս առաջ այս Նիկոլին դուխ տված այս արևմտյան այս կեղտերը Շվեյցարիայի ուրեմն խորհրդական, որպեսզի անազգանուն ճիշտ ասեմ, Շտեֆան Միլլերը եւ հայտարարում է խաղաղության խաչմերուկը միանգամայն ճիշտ եւ իմաստուն պատասխան է Ադրբեջանին։ Բնականաբար այս մարդիկ այս ցենց ասած դաբրոներն ունեն եւ իրենց թույլ են տալիս նման կեղտոտ բաներ, որովհետեւ իրեն ասել են այնտեղից, ինչ ուզում ես արա, մենք մեր աչքերը կփակենք։ Եվ եթե սա արդեն խոսում են, ասենք եվրոպական այն Շվեյցարիայի նման երկրից, սա նշանակում է, որ ծրագրերը վաղուց արդեն գրել էին, թե ինչ պետք է անեն մեզ հետ։ Վաղուց պետք է անեն, բայց ցավոք սրտի, ինչպես տեսնում եք, չի լինում։ Իսկ մենք չունենք այդ դիվանագիտությունը կամ դու այս պահին, հա, ազգային, որ հիմա մենք պատասխանենք։ Դե դրա համար դիվանագետներին ամոթանք տվող Աննա Հակոբյան կա։ Այո, հա, դե իրենց մակարդակը խոտի դեզն է։ Իրեն որ գլուխը տենց արած մաներ գալի լոբի մաքրող, բնականաբար ով որ որոշում է Հայաստանի ինչպիսի լինելը։ Եթե մի երկրում կանդրադառնանք վաղը, կրթություն չունեցող մարդը, անգրագետ, տարական, խոսել չիմացող, թուղթը բռնում են դողալով կարդում են, նա պիտի որոշի ինչպիսին պիտի լինի Հայաստանը, ինչպիսին պիտի լինի հայ ժողովրդի իդեալը, ինչպիսին պիտի լինի մեր վաղվա պետությունը, բնականաբար այդպես պիտի լինի, որովհետև Արաբաթի նմանները, ովքեր որ կապ չունեն դիվանագիտության հետ, ովքեր որ աշխատել են որպես ագենտ, այսօր ներկայացնում են Հայաստանի արտգործնախարարությունը, դե Աննան էլ իր հերթին, այ լոբի մաքրողը, բնականաբար պիտի ամոթանք տա։ Եվ նման երկրներից էլ
հասկանում եք, հայտարարությունների, ասենք, չափ գոյություն ունի, դիվանագիտության մեջ զգուշություն գոյություն ունի, տեքստերը կազմելու հատուկ բառապաշար գոյություն ունի, այդ պրոտոկոլների հետ մի քիչ զգուշ աշխատել պետք է աշխատել։ Ինչ է նշանակում ճիշտ եւ իմաստուն պատասխան է Ադրբեջանին։ Այսինքն, երբ որ Լաչինը փակեց, այդ բոլորը տեսնում եք, որ 120,000 մարդ սովից մահանում են, մարդիկ հիվանդ են կամ այնտեղ հղիկանայք եւ այլն, բուժօգնություն չեն ստանում, այդ ամբողջը ձեր համար նորմալ էր, իմաստուն եւ ճիշտ էր։ Հիմա մի հատ իմաստուն ու ճիշտ է, որ Նիկոլ այսպես փռվել է լենքով, բարեմաստությունները ԿՊ-ի հետ բացել են, ասում են, «Էստի համեցեք, հա, այդ բանը, այս անտեր գիքորը բան են անում»։ Իրանց համար Հայաստան ընդհանրապես ճանապարհ է, որ գնան այնտեղ, իրանց նման մի երկուսին էլ նշանակեն, ասեն, բան ծախեք, դոներ քյաբաբ ծախեք, թուրքերի վրա կհարստանանք։ Ու նման, երբ որ հայտարարություն են անում, հասկանում եք, ասենք Շվեյցարիայի խորհրդարանի падգամավոր, որ սա ճիշտ պատասխան է Ադրբեջանին, սա արդեն խայտարակության վերջն է։ Նորից եմ ասում, այս բոլորը ես լավ արձանագրում եմ, օրերով, ժամերով իմ մոտ գրված է, թե ով ինչ է ասել, ազգային պետություն ունենալու դեպքում, ես էլ այդ շվեյցարիային կասեմ, դու գողապետություն ես, ընդ որում դու շինծու պետություն ես, նմանտես պետություն չկա, դու Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի տարածքների, Ավստրիայի հիման վրա ստեղծված պետություն ես, եւ ամբողջ թալանը, այդ որ սովետական միությունը քանդվել է կոնկրետ Հայաստանում, կոնկրետ Ղազախստանում եւ այլտեղ էլ Միջին Ասիա եւ ընդհանրապես ամբողջ այդ թալանը գնացել է Շվեյցարիա։ Այդ որ դուք վերցնում եք 90-ական թվականներին, երբ այստեղ սով էր ու պատերազմ եւ տեսնում եք, որ հայ ինչ-որ պաշտոնյաներ միլիոններով գումարներ էին բերում այնտեղ, ավելի շատ քան մեր բյուջեներ, բայց ժամանակ ընկես Շվեյցարիա չէի հարցնում, ես ինչ է կատարվում։ Նորից եմ ասում, Մարիամ ջան, մենք ամեն ինչի պետք է հետևողական լինենք։ Տեսեք, Իրանի եւ Հնդկաստանի միջեւ նո այդպես հազարամյակներ դարեր շարունակ միշտ էլ իրենց դիվանագիտություն, իրենք իրար հետ շատ լավ են աշխատել, իրար սիրում են, իրար հարգում են եւ որքան էլ որ վերջին տասնամյակում արևմուտքը, հատկապես Ամերիկան դրդում էր անընդհատ բանին Իրան կներեք Հնդկաստանին, որպեսզի Իրանի դեմ միանա պատժամիջոցների նավթ չգնի այս չանի, այն չանի, Հնդկաստանը ասաց ոչ եղբայր, հանկարծ դե չխառնվես։ Իմ պատմական հարևանն եւ այլն, մենք ոչ մի ընդհանրան չունենք իրար հանդեպ։ Բայց անցած տարի, երբ հոգեվոր առաջնորդ Ալ-Խոմեյնին հայտարարություն արեց կապված Հնդկաստանի ուրեմն մահմեդականների հետ, անմիջապես Հնդկաստանը պատասխանեց։ Այսինքն նույնիսկ եթե դաշնակիցներ են, բայց եթե մի կողմը սխալ հայտարարություն է անում, հարգանքս երկու պետություններին, հատկապես մեր հարևան Իրանին, բայց եթե սխալ հայտարարություն, պետք է անմիջապես ուրեմն արձագանքել։ Պարտադիր են, բայց մենք չունենք դա, հասկանում եք, մենք եթե չկա դիվանագիտություն, մենք չունենք դիվանագիտություն, դիվանագիտության լեզու, դիվանագիտության լեզվի ուրեմն զորությունն այնտեղ է, որ երբ որ ամեն ինչ բերվում է դիվանագիտական սեղանի վրա, փորձում են նվազեցնել ուրեմն ճնշումը, պատերազմեր չլինի եւ հարցերը լուծեն իշահ տվյալ պետության զրույց այդպես պետք է տանես, դա է դիվանագիտության ամբողջ ուրեմն գործիքը մի գործիք ունի, դա երկխոսությունն է, դիվանագիտության նույնիսկ դասընթացի մեջ է այդպես, եթե պետությունները պատերազմում են, միակ բանը, որ կարող են անել նույնիսկ պատերազմի ժամանակ, իրար հետ բանակցելն է, եւ պետք է բանակցողը կարողանա բանակցել, իսկ երբ մենք ունենք Աթաթուրքի նկարի տակ կանգնած Արաբատ, բնականաբար ինչ բանի մասին է խոսքը, Մարիամ ջան, դիվանագիտության մասին է խոսքը։ Եվ բան, ճանապարհները բաց են, կարող են գալ, նորից եմ ասում, քանի որ ԿՊ-ն ֆիզիկապես իրեն բոլոր ձևերով բացել է եւ Թուրքիա օխայ է անում, իրեն թվում է, որ ինքը կարա այսպես ադալժենի անի մեզ, ասի, հա, եկեք միացեք էլի սրան։ Չէ, դա այդպես չի լինելու։ Ես ուրեմն մեր մոտ գիտեք Սիրիայի դեպքերը եղան, ես նույնպես անդրադարձա մի ամբողջ հաղորդում, մի քանիս անդրադարձան եւ կարծեք թե ծալել, այսպես արդեն մոռացան դրել են մի կողմ, բազմիցս եմ ասել, չզլանամ կրկնել, այնինչ տեղի ունենում միջին արևելքում, լինի Պաղեստին, Իրան, Լիբանան, այսպես շարունակ, դա ուղիղ իմաստով կապված է մեզ հետ եւ այնինչ տեղի ունեցավ Սիրիայում, դա իր շարունակությունը բերում է, այնտեղ լուրջ վատ բաներ են տեղի ունենում, առանձին կանդրադառնամ, բայց սարսափելի տեղեկություններից մեկն այն է, որ այնտեղ գտնվող ուրեմն
ալավիտներին, որոնք 2 միլիոնից ավել են հաշվում, արաբական այսպես ժողովուրդ են, որ ապրում են այնտեղ հայրենիք չունեն, սկսել են այս ժողովրդին արդեն քիչ-քիչ սպանել։ Այսինքն ստեղծում են պայմաններ, որ գնան։ Տեսեք, երբ որ ես ասում եմ սիոնիստական ծրագիր, իրենք այնպես են արել, Մայրամ ջան, որ արևելքում գտնվող ամենամեծ ուժեղ այն ցեղասպանությունից փախած այդ սերունդը, ուժեղ կռվողները Արցախյան պատերազմի ժամանակ Հանձինես Մոնթեի, որտեղից էին։ Հիմա էլ այն մեր բանը ու այն լավ կռվող ուժեղ հայրեն ասենք դաշնակներ, հնչակյաններ Լիբանանից են։ Լիբանան, Իրան, Իրաք, Սիրիա, այս երկրներից են։ Իրենք այս պատերազմներն անում են, սրա միջոցով նաև մեր ամբողջ շրջապատից մաքրում են հայերին։ Այսինքն այստեղ ոչ միայն սիոնիստների, նորից եմ ասում, հատուկ նորից կանդրադառնամ դրան, ոչ միայն այստեղ նրանք կռիվ են անում, որպեսզի այդ իշխանությունները բոլորը, ինչպես հիմա Ալ-Ջոլանին է Սիրիայում գլուխը կատարում անում այն, ինչ որ Իսրայելն է պահանջում, դրա համար էլ արդեն քանի տարի է զավթած Գոլանի լեռնաշղթաներն, ասեց վերջ Իսրայելը կարող է վերցնել իրեն։ Եվ հիմա ամբողջ Ալեպոն էլ բանը թուրքերի ձեռն է։ Այնտեղ շատ լուրջ վատ բաներ են տեղի ունենում, ցավոք սրտի, ես առանձին կանդրադառնամ։ Ու հիմա իրենք այս պատերազմների միջոցով, ինչպես Եգիպտոսում քաղաքացիական պատերազմների ժամանակ, Իրաքում հայկական ամբողջ սփյուռքը գնաց, ցավոք սրտի չեկան Հայաստան, ովքեր եկան պայմաններն այն չեր գնացին, իսկ մեծ մասը գնացել է Ամերիկա եւ Կանադա։ Մենք գնալով ավելի ենք կղզիանում, ցավոք սրտի, բայց այդպես է։ Ես նաեւ անդրադառնամ USAID-ի համ այն հայտարարությանը, որ USAID-ի ուրեմն բացելու են թե ում ինչքան գումար են տվել, հիմա այս բոլորի վախը նա է, որ շատ լավ գիտեն, որ CIA-ը ֆինանսավորել է իրար հետ են գործում, ֆինանսավորել է գունավոր հեղափոխությունները։ Դա եւ ժամանակին Ուկրաինայում, Վրաստանում, մեզ մոտ 18 թվականին սրանցից են վախենում։ Երբ որ սա բացահայտվի, դրա համար է խառնվել իրար։ Եվ Մասկը, երբ որ ասեց պետք է հերթով ասենք, որ գումարը որտեղ է գնացել։ Հիմա խառնվել են իրար եւ շատ լավ գիտեն ինչա կատարվելու, ինչեր է բացահայտվելու։ Մի քանի օր առաջ Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան դիմեցին Ամերիկային, ասեցին դե հիմա էլ հաշվետվություն տուր, թե Իրաքում եւ Աֆղանստանում ինչքան գումար եք ծախսել։ Այսինքն հասկանում եք, երբ որ ես անընդհատ ասում եմ, որ այստեղ կեղտոտ պատերազմներ են գնում, ռեսուրսների պատերազմներ են գնում, մաքրելու մարդկանց այդ տարածքից, որպեսզի իրենցով անեն, թվում է թե ես ինչ-որ հեքիաթներ կամ ֆանտազիայից եմ խոսում, երբ որ ժամանակ, որոշ ժամանակ անց տեղի ունենում այն, ինչ տեղի է ունենում, երբ որ հիմա բացահայտ ասում են Զելենսկուն, որ պետք է քո տարածքները տաս որպես ռեսուրս, եւ բոլորն անում են փողի բազար։ Ամերիկան ասում է, այսքան եմ տվել, Ֆրանսիան ասում է, այսքան, Գերմանիան այսքան, Թրամփն էլ հայտարարեց անցած շաբաթ, որ ինձ պետք է ավելի շատ վճարե Ուկրաինան, քան Գերմանիային, մենք ավելի շատ ենք օգնել, հասկանում եք, խայտառակ վիճակ է, խայտառակ, բա տեսեք թե մեզ ինչ է սպասվելու։ Երբ որ դեռ փորձենք այս նմաններին հանդուրժել, Մակրոնն էլ հասկանում եք, ես նենց երբեմն մտածում եմ եւ այն սկզբից իսկապես շատ լուրջ հարգանք ունեի այդ մարդու նկատմամբ, չես հասկանում, այս ինչ է կատարվում։ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ասեց մենք էլ ենք գումար տվել, ասում եմ, բայց այն գումարները, որ ռուս օլիգարխներն ունեն Ֆրանսիայում սառեցրել ենք, թե մենք այդ գումարները Ուկրաինայից չենք պահանջի, հաշվարկանենք այդ գումարները կպահենք մեզ։ Այսինքն բոլորը այս կապիտալիստ կեղտոտները ամբողջը զբաղված են ըստեղ այնտեղ քանդելով, որպեսզի տեր դառնան ժամանակին Իրաքում բաների համար, այդ ինչա Մոսուլ այնտեղ նավթի համար, այսպես շարունակ, հիմա այդ խեղճ պաղեստինցիներին արդեն 2 օր առաջ ասեցի, որ լրիվ հումանիտար ճանապարհներ են էլի փակում, դեռ ավելին, սարսափի, 3-4 օր առաջ արդեն Ռուբիոն հայտարարեց, որ 4 միլիարդի զենք են վաճառելու Իսրայելին եւ պետք է արագացնեն, քանի որ Իսրայելը գտնվում է ծայրահեղ վիճակում, ծիծաղելի, այսինքն Իսրայելը, որը որ հարձակվում է, սպանում է, այդ ամբողջ տարածքները վերցրել է Պաղեստինից իրեն, մինչև հիմա շարունակում է սպանել 65,000 մարդ է զոհվել, որից 17,000-ը երեխա, տասնյակ հազարավոր մարդիկ տուն չունեն եւ հաշվանդամներ են, մի հատ էլ ասում է պետք է շարունակենք։ Եվ տեսեք, այդքան այս Զելենսկի կոչված է, ճիշտ կապիկը ազգությամբ հրյա է։ Այսքան իրեն թիթիզացրեց, էլ չգիտեմ հերյական գլխարկ դրեց գլխին, էլ 2025 թվականի հունվարին հանուկ վառեց Կիևում, որը առաջացեց ուկրաինացիների բողոքը, եւ անցած շաբաթ ՄԱԿ-ում, երբ որ քննարկում էր գնում Ուկրաինայի հարցով,
Իսրայելը դեմ քվեարկեց Ուկրաինային։ Այսինքն այս կեղտոտ խաղերը, որ անում են, ես ուղղակի զարմանում եմ, ասենք, սա մենակ ես չեմ տեսնում, լիքը մարդ են տեսնում, բայց ինչպես են այսքանից հետո թույլ տալիս իրենց հավատալ, որ հանկարծ կարող է այնտեղից վաղը մեկը գա իրենց օգնի։ Այսինքն, երբ որ իրենց վրա պարտականություն ունեին, հա, ասենք Բայդենի վարչակազմը, դա նույն Ամերիկան է, Ուկրաինային մենակ չեն թողնի, հիմա Թրամփը ամեն ինչ անում է լրիվ հակառակ, եւ ծիծաղելը գիտեք որն է, այստեղ մի քանի հիմար բան կան էլի ամերիկյան դրոշն առած ծապտվողներ, ասում են Թրամփը դա ամերիկան չէ։ Այդ դեբիլներով ընտրել Թրամփին, ամերիկացիները, կարող է Մոզամբիկում էր ընտրությունները, Բելարուսներն էլ գնացել էին ընտրելու։ Թրամփը ընտրվել է Ամերիկայում, ամերիկացի ժողովուրդն է ընտրել եւ ներկայացնում է երկրի ուրեմն քաղաքականությունը եւ ընդհանրապես արտաքին քաղաքականությունը։ Այսպես սրանց նմաններին, այս արբանյակների Նիկոլոսը, որ թուլափայ են շպրտում, ինչպես նաև USAID-ից են ստացել, զբաղված է, որպեսզի իրենք կարողանան ամեն ձև շեղել։ Հիմա տեսեք մեկ այլ սարսափելի բան, Մարիամ ջան, որ Օջալանը հայտարարեց, այսքան տարի բերդում գտնվելով, եւ ամփոփենք, հա։ Այո, ես պետք է առանձին մեծ խոսեի ՆԱՏՕ-ի մասին, բայց դա թողենք մյուս անգամ, հայտարարեց բանը Օջալանը, որ զենքերը վայր դրեք, կռիվ չանենք եւ արևմուտքից անմիջապես եկավ պատասխանը։ Պատմական պահ է, քրդերը եւ թուրքերը, այսպես ասած, Փարիզում են։ Հիշում եք, մեզ էլ էին ասում, պատմական պահ է, հայերն ու ադրբեջանցիները ստորագրել։ Ասում էր Գերմանիայի արտգործնախարարը, ասում էր Բայդենը, N1-ը։ Այսպես կարողանում են իրենց կեղտոտ, ուրեմն խաղերով անել։ Ես նորից եմ ասում, այն ազգը, որ տվել է նման հերոսներ, եւ այն հայ տղամարդու տեսակը, ես ուղղակի խոնարհվում եմ իրենց առաջ, որ կանգնած այսօր Բաքվի բերդում ասում են, որ պետք լինի նորից կգնանք կռվի, ուրեմն այդ ազգը շարունակելու է գոյություն ունենալը եւ կերտելու է նոր հաղթանակներ։ Մեզ ուժ համբերություն եւ հուսամ, որ բոլորը կվերադառնան տուն։ Այսօր այսքանը եւ մյուսին խոստանում եմ առանձին ՆԱՏՕ-ի հետ կապված եւ պատմություն եւ շատ ուրիշ բաներ, որովհետեւ պետք է իմանա մեր ժողովուրդը, շատ բաներ հաճախ մենք տեղեկատվության պակասում ենք։ Եթե ունեք հարցեր։ Շնորհակալ եմ, պարոն Տեր-Մկրտչյան։